Առաջին քրիստոնյա պետության դոկտրինի վերաբերյալ կարևոր տեղեկություն եմ փոխանցում, խնդրում եմ լսեք։ Երբ ասում եք մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, սա սխալ եւ թերի ձևակերպում է։ Այս պահի դրությամբ մենք առաջին քրիստոնյա պետությունը չենք, որովհետեւ ձեզ չեն բացատրել, որ այն առաջինը լինելու պարզապես հպարտանալու անվանում չէ։ Տարիների ընթացքում իներցիայով ասել եք առաջին քրիստոնյա պետություն։ Ու վերջ, ընդամենը տերմին, ընդամենը անվանում, մակերեսային շերտը լսել եք ու կրկնել, բայց խորը բովանդակությանը չեք տիրապետում։ Դուք գիտեք նրա ընդամենը արտաքին ձևակերպումը, միայն շաբլոնը, արտաքին շապիկը, բայց չգիտեք ներքին բովանդակությունը։ Ու անգամ չեք էլ պատկերացնում, որ այս առանցքային թեմայի հետ կապված մի ահռելի համամարտկային նշանակության տեղեկություն կա, որին չեք տիրապետում։ Օրինակ, եթե մի մարդ ասում է երկիր մոլորակ եւ միայն անվանումը գիտի ու մոտավորապես տեսքը, նկարներով տեսել է տեսքը։ Ու վերջ, իսկ երկիր մոլորակը բնականաբար պարզապես անվանում չէ։ Նրա մեջ մի ամբողջ կյանք ու բարդ համակարգ է գործում։ Կյանքի բնության համակարգեր, օդ, քամի, օրինաչափություններ, մարդկանց ու կենդանիների տարբեր զարգացումներ եւ այլն։ Նույնը մեր պարագայում, ասում եք առաջին քրիստոնյա պետություն, ու դա ձեզ համար պարզապես անվանում է անցյալում եղած պատմական իրադարձություն։ Չեք գիտակցում նրա ամբողջական բովանդակությունը։ Հայոց ազգը չիմանալով առաջին քրիստոնյա պետության բովանդակությունը, ոնց որ քրիստոնյան չիմանա ավետարանի բովանդակություն։ Շատերը տանը ունեն Աստվածաշունչ, բայց չեն բացել, չեն կարդացել, պարզապես անվանումը գիտեն, որ կոչվում է Աստվածաշունչ։ Կազմի տեսքը գիտեն ու մեկ էլ մի երկու պատառիկներ, բայց ամբողջական բովանդակությանը ծանոթ չեն ու իրենց թվում է թե գիտեն։ Նույնը առաջին քրիստոնյա պետության մոդելի մասին ձեր պատկերացումներն են։ Ու քանի որ չարը շատ լավ գիտի, թե ինչ զորություն է թաքնված առաջին քրիստոնյա պետության մոդելի մեջ, այդ պատճառով իր կրթական համակարգի եւ կամակատար ծառաների միջոցով դարերով ամեն ինչ արել են, որ ոչ մի լուրջ տեղեկություն գիտելիք չունենաք։ Իմանաք պարզապես անվանումը, թվայնով դա առաջինն է, կարևորը հայկական հպարտությամբ ասեք մենք առաջինն ենք, ու էական էլ չի, թե ինչ ասել է լինել առաջինը։ Կարևորը գիտեք, որ առաջինը լինելը դա բարձր եւ մի լավ բան է։ Մենք այսօր ապրում ենք, թվում է թե գիտեմ, բայց իրականում չգիտեմ մեխանիզմով։ Սա կոչվում է կոգնիտիվ կուրություն կամ տրանկվիլիզացնող ակնհայտություն։ Սա այն է, երբ մարդը ապրում է իբր իր համար պարզ եւ ակնհայտ ընկալումներով, նրա համար մի բան արդեն դառնում է ակնհայտ եւ այլևս դրա մասին չի մտածում։ Հանգիստ իր համար ավտոմատ ապրում է։ Ամեն ինչ գիտի, բայց մեծ մասը վերացական ու իրականությունից կտրված։ Մենք ապրում ենք կոգնիտիվ կուրության պրիմիտիվիզմի ժամանակներում, երբ բառերը չեն գիտակցվում իրենց խորքային հասկացողությամբ, եւ սա արդեն նորմ է դարձել։ Օրինակ ասում եք ես հպարտ եմ, ես հայ եմ, ես ազգայնական եմ, ազգային պետություն, հիշում եմ եւ պահանջում, հաղթելու ենք, սեր, ազատություն եւ այլն։ Մեր առօրյան լցված է նման մակերեսային դատարկ լոզունգներով ու բառերով, որի ներքո չկա խորը գիտակցում, ընկալում, ամբողջական ծրագիր, մոդել, ռազմավարություն։ Հիմա կարևոր տեղեկություն եմ փոխանցում, որի մասին առաջին անգամ եք լսելու։ Առաջին քրիստոնյա պետությունը պարզապես անվանում չէ, ոչ էլ առաջինը կամ երկրորդը լինելու միջադեպ, կամ հպարտանալու պատմական փաստ։ Ուշադիր լսեք։ Առաջին քրիստոնյա պետությունը քաղաքական եւ պետական մոդել է, բանաձև, պետական բնույթ է, պետական քաղաքական կարգ է, համազգային ստրատեգիա է, հավաքական գործողությունների ծրագիր է, որը կազմավորվել է անձամբ Քրիստոսի հրամաններով ու կամքով եւ շնորհվել է հայոց ազգին որպես ազգային պետական մոդել։ Կրկնում եմ, առաջին քրիստոնյա պետությունը ոչ անվանում է, ոչ հպարտանալու լոզունգ է, ոչ առաջին թվային իմաստով իրադարձություն, ոչ լոկ պատմական իրադարձություն, ոչ լոկ գաղափարախոսություն։ Այն հայոց ազգի եւ Հայաստան պետության համար գերագույն դոկտրին է, ազգային ծրագիր, հայի ու պետության գենետիկ կոդն է, բանաձև, քաղաքական պետական մոդել, հոգևոր սպառազինություն, նպատակակետ, համաշխարհային մակարդակի պետական բնույթ։ Ու հիմնական խնդիրը նրանում է, որ ոչ միայն դոկտրինի բովանդակությունը չգիտեք, այլ անգամ չգիտեք,
որ ընդհանրապես նման մոդել գոյություն ունի։ Այսքան տարիներ ձեր մտքով անգամ չի անցել, որ առաջին քրիստոնյա պետության նախադեպը կարող է համամարտկային դոկտրին լինել։ Սա նման է, ոնց որ անապատի մեջ ծարավից մահանաս, բայց տեղյակ չլինես, որ քո ետևում զուլալ ջրի ակունք կա։ Մենք նման ենք առանց առագաստ նավի, որ ծովի ալեկոծությունների մեջ առանց քարտեզ, առանց կողմնացույց մոլորվել ենք։ Իսկ հեռվում վառվող Փարոսը կարծում ենք գեղեցիկ միսիոն, ոնց որ գնաս հազարավոր թշնամիների ու հազարավոր դևերի դեմ պատերազմի մի հատ փայտի կտորով կամ զենքի մուլյաժով, չիմանաս, որ Աստված քեզ հրեղեն մի հատ սուր է տվել, իսկ այդ սուրը միշտ կարծել ես, որ ընդամենը մշակութային արժեքի երկաթ է։ Այս պահի դրությամբ հայ ազգը իրենց կյանքի համար ամենակարևոր, ամենահիմնական, ամենաառանցքային հարցի վերաբերյալ լուրջ գնահատական ու ճիշտ գիտելիք չունի, այլ տեղեր եք փնտրում ճշմարտությունը, այլ տեղեր եք փնտրում փրկությունը, վերացական թեզերի շուրջ եք ուզում համախմբվել, փորձում եք պայքարել մի կազմակերպված չարիքի դեմ առանց Աստծո սպառազինության, բայց Աստված մեզ տվել է այդ հավաքական սպառազինության մոդելը, պետք է դա հագնել, բայց հագնելու համար նախ պետք է դա հասկանալ։ Հաջորդ տեղեկությունը։ Շատ քրիստոնյաներ սխալմամբ ասում են առաջին քրիստոնյա ազգ կամ առաջին քրիստոնյա երկիր։ Սա ճիշտ ձևակերպում չէ։ Դու կարող ես լինել քրիստոնյա երկիր կամ քրիստոնյա ժողովուրդ, բայց չլինել քրիստոնյա պետություն։ Քրիստոնյա պետությունը ավելի բարձրագույն մակարդակ ու հասկացողություն։ Խնդրում եմ հասկացեք, իմաստը առաջին կամ երկրորդ կամ երրորդ լինելու մեջ չէ։ Ոչ էլ ով շուտ կամ ուշ ընդունեց, այլ հիմնադիր իմաստը ունի, որպես պետական բացառիկ մոդել, հաջորդ տեղեկությունը, որպեսզի ասածիս հանդեպ լուրջ վերաբերմունք լինի, տեղեկացնեմ, առաջին քրիստոնյա պետության ամբողջական մոդելը կազմավորվել է անձամբ Քրիստոսի հրամաններով, կամքով և առաջնորդությամբ, և սա շատ կարևոր է։ Կան ազգային ծրագրեր, որ մարդիկ են նախագծում, և կա բացառիկ ազգային ծրագիր, որ Աստված է շնորհում։ Սա առանցքային տեղեկություն է։ Ինչքան պետական ձևեր որ գիտեք, դրանց ոչ մեկի դասին չի պատկանում առաջին քրիստոնյա պետությունը։ Այն ունի իր յուրահատուկ պետական կարգը, բնույթը և ԴՆԹ կոդը։ Ինչպես որ Աստված մարդուն ԴՆԹ կոդ է տվել, նույն ձև 301 թվականին Քրիստոս հայոց ազգի համար ազգային և պետական ԴՆԹ կոդ է սահմանել։ Եվ քանի որ լուրջ վերաբերմունք չի եղել, բնականաբար մենք շեղվել ենք այդ շնորհից։ Քանի դեռ դու չգիտես քո պետության աստվածակարգ բնույթն ու ԴՆԹ կոդը, դու օտարների ծրագրերը սպառողի կարգավիճակում ես լինելու։ Մենք չենք կարող ունենալ բարի պտուղ, եթե Հայաստանի ամենակարևոր դոկտրինի մասին տեղեկություն չունենք։ Հաջորդ կարևոր տեղեկությունը։ Այսօր մեր ապրելակերպով, մտածելակերպով, հոգեբանությամբ, որակներով կապ չունենք առաջին քրիստոնյա պետության մոդելի բանաձևի հետ։ Ավելին ասեմ, մեր այսօրվա կյանքի ապրելակերպը, որակները և այն, ինչ բոլորս ենք արել և շարունակում ենք անել, հակառակ և օտար են այդ մոդելին։ Հայոց ազգի ամենակարևոր ֆունդամենտալ առանցքային գիտելիքի մասին ճիշտ պատկերացում չկա։ Կազմը գիտեք, բայց նրա համամարտկային նշանակության բովանդակությունը ոչ։ Հիմա ասեք, ինչպես կարող է մի ազգ, որ իր կյանքի ամենակարևոր տեղեկության, դոկտրինի, հիմքի, առանցքի գիտելիքին չտիրապետի և ուզենա հաղթել կամ առողջ լինել, ինքներդ ձեզ հարց տվեք։ Եթե Քրիստոս հայոց ազգին պետական և ազգային դոկտրին է շնորհել ու հայերս չենք ստանձնել այդ պատասխանատվությունը, ինչպես կարող ենք ուժ ունենալ կամ որևիցե բանում հաջողել։ Լսում եմ ազգի խելացի մարդկանց քննարկումները, հարցազրույցները ու զարմանում եմ, ինչ որ ազգային փրկության մեթոդներ են որոնում, ինչ որ ճշմարտություններ են փնտրում, ինչ որ ծրագրեր են փորձում կազմել։ Գանձը ձեր առաջ ակնհայտ դրված է, բայց չեք տեսնում։ Պիղատոսը հարցրեց Հիսուսին. ինչ է ճշմարտությունը։ Աստված մարդ էր դարձել ու ճշմարտությունը կանգնած էր նրա առաջ։
բայց Պիղատոսը չտեսավ, նույնը մենք ենք։ 301-ին ճշմարտությունը որպես ազգային պետական մոդել տրվեց ողջ հայոց ազգին, մենք այն դիտարկեցինք լոկ անցյալում եղած պատմական հզոր իրադարձություն, բայց ոչ որպես ազգային պետական բացարձակ ճշմարիտ ծրագիր։ Մի հատ տեխնոլոգիա կա, ասում են, եթե ուզում ես մի շատ կարևոր բան մարդկանցից թաքցնել, ապա դիր այն շատ ակնհայտ տեսանելի վայրում եւ ստեղծիր նրա հանդեպ հասարակի նորմալի վերաբերմունք։ Ձեր մտքով անգամ չի անցել, որ այն, ինչ որ միշտ ձեր աչքի առաջ ակնհայտ դրված է եղել, կարող է գերագույն ծրագիր եւ բոլոր հարցերի լուծումը լինել։ Ձեր մտքով չի անցել, որ այն անցած գնացած պատմություն չէ, այլ անձամբ Քրիստոսի կողմից տված ազգային պետական դոկտրին բոլոր ժամանակների համար, որպեսզի հասկանանք, որ այն պարզապես պատմական անցյալ չէ, Աստծո տեսանկյունից ժամանակը չի անցնում, որովհետև նա գտնվում է հավերժության մեջ, ինչպես Պետրոս 2:3-8-ում ասվում է, Աստծո համար մեկ օրը 1000 տարի է, 1000 տարին մեկ օր։ Այս այլաբանությամբ նշանակում է, որ նրա համար ժամանակը չի գործում այնպես, ինչպես մեր մարդկային ընկալմամբ է։ Նաև քվանտային մեխանիկան բացատրում է, որ ժամանակը ոչ թե տարանջատված է, այլ միաձուլված, փոխկապակցված ու միառժամանակյա ամբողջություն է։ Հաշվի առնելով ասածս իրականությունը եւ հաշվի առնելով, որ անձամբ Քրիստոս է հաստատել առաջին քրիստոնյա պետությունը, այսպիսով Աստված հավաքական հայոց ազգին արդեն մեկ անգամ մեկ ամբողջական իրականություն է շնորհել եւ ոչ թե անցյալում է շնորհել, այլ հենց հիմա այս պահի դերությամբ։ Աստված ասում է. իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Հետո ասվում է. իմացեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Մեր ազգի բոլոր խելացի ու մտահոգ նվիրյալ մարդկանց ուզում եմ ասել. բարեկամներ, մի ծախսեք ձեր ժամանակը փրկություններ որոնելու մեջ։ Աստված մեզ համար արդեն ծրագիր է նախասահմանել եւ նոր ծրագրեր հորինելու կարիք չկա մեզ։ Ազգային ծրագիր եւ պետական դոկտրին է տվել եւ այն, ինչ որ մեզ հետ այսօր տեղի է ունեն, նրա համար է, որ սա գիտակցենք։ Հայաստանը չի կարող դիմակայել մեր շուրջ արագ ձևավորվող իսլամական խալիֆաթությանը, եթե դուք չգիտեք 301-ի Աստծո շնորհած պետական մոդելը, դոկտրինը եւ էությունը։ Ամբողջական մոդելը գրել եմ առաջին քրիստոնյա պետություն դոկտրին գրքի մեջ։ Սա պարզապես կարճ ակնարկ էր, որպեսզի ինչի մասին հետագայում խոսելու եմ, մոտավորապես պատկերացում լինի։